Ուզում եմ նշել, որ 2025 թվականի մարդու իրավունքներին առնչվող խնդիրների համատեքստում առաջին անգամ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել մեծ ծավալով կրոնական ազատությունների հետ կապված հարցին, որովհետև տարեկան հաղորդումը երբևէ այդպիսի ծավալով չի ունեցել կրոնական ազատությունների հետ կապված հարցին անդրադարձ, մասնավորապես խոսքը եղել է ինչպես կրոնական փոքրամասնությունների, այնպես էլ հայ առաքելական եկեղեցու հետ կապված հարցերին առնչվող տարբեր հարցադրումների քննարկման համատեքստում հատուկ արձանագրել ենք, որ գրեթե բոլոր կրոնական կազմակերպությունների եւ ներկայացուցիչների առումով նախորդ տարի բավականին բարձր ատելության, թիրախավորող խոսքի տարբեր դրսևորումներ են արկա եղել, հատուկ շեշտադրել ենք կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի եւ ինքնավարության հետ կապված խնդիրները նախորդ տարվա համատեքստում եւ այլն, եթե հարցեր լինեն ուրախ կլինեմ ավելի մանրամասն հարցերին պատասխանել, պարզապես հիմա հնարավորություն չունեմ ժամանակի սղությունը հաշվի առնելով բոլոր հարցերին ավելի մանրամասն անդրադառնալ։ Քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների երաշխիքների հետ կապված հարցերն են մեր ուշադրության կենտրոնում, ինչպես միշտ այս քննարկման շրջանակներում կուզենամ հատուկ ընդգծել անմեղության կանխավարկածի հետ կապված խնդիրների անդրադարձը, որը նախորդ տարի թե հրապարակային հայտարարությունների, թե մնացյալ այլ համատեքստերում հատուկ քննարկման առարկա է եղել։ Կալանքի առումով շատ եմ խոսել հրապարակային եղանակով այս հարցի մասին, հիմա էլ պետք է նշեմ, որ շատ խնդրահարույց է մնում Հայաստանում կալանքի կիրառման պրակտիկան եւ այս առումով մեր կողմից դարձյալ բազմաթիվ են արձանագրվող խնդիրները, իհարկե չանդրադառնալով կոնկրետ անհատական դեպքերով դատական ակտերին, այնուամենայնիվ ես պետք է նշեմ, որ այս խնդրի դիտանկյունից պետությունը միանշանակ պետք է շատ լուրջ գործիքներ եւ կառուցակարգեր կիրառի ու ի վերջո լուծի այն խնդիրը, որը տարիների կտրվածքով կուտակվել է եւ այդպես էլ չի հաղթահարվում, այսինքն եթե հետ նայենք շատ երկար տարիներ առաջ եւ հիմա, սա երևի միակ ոլորտներից է, որտեղ խնդիրը գրեթե նույն տրամաբանությամբ շարունակվում է։ Իհարկե բողոքներ են ունեցել նաեւ քրեական վարույթներով ձգձգումների, տարբեր օբյեկտիվ քննության հարցերի եւ այլնի հետ կապված, բայց կուզենամ հատուկ անդրադառնալ, որ այս տարվա կտրվածքով գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանությունն է մեր հատուկ ուշադրության կենտրոնում, սա մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից է այս տարի եւ այս համատեքստում մի շարք բողոքներ ենք ստացել տարբեր գործարարության ոլորտում գործունեություն իրականացնող տարբեր կազմակերպություններում կլինեն դրանք հանրային սննդի օբյեկտներ կամ մի շարք այլ կազմակերպություններ, օրինակ տարբեր քրեական վարույթների համատեքստում օրինակ, կապարակնքելու, տարբեր քննչական գործողություններ կատարելու կոնտեքստում ընդհանրապես գործունեությամբ զբաղվելու հնարավորություն երկար ժամանակահատվածում չունենալու հանգամանքին, իհարկե շատ կարևոր է ընդգծել, որ այո, քննչական մարմինները պետք է հնարավորություն ունենան պատշաճ քննություն իրականացնել քրեական վարույթներով, բայց այստեղ պետք է նաև ճիշտ հավասարակշռություն ապահովել, այդ թվում գործարար ոլորտում գործունեություն իրականացնող անձանց իրավունքների տեսանկյունից։ Քրեական պատասխանատվության հարցերի առումով մշտապես եմ իհարկե խոսել նախորդ տարի, հիմա էլ ասեմ, հատկապես խոսքի ազատության խախտման սահմանների խախտման համար քրեական պատասխանատվության գործիքների կիրառման առումով այստեղ մի քանի մտահոգություններ ես անձամբ որպես մարդու իրավունքների պաշտպան ունեմ, որովհետև մի շարք են դեպքերը, երբ այո ակնհայտ է, որ խոսքի ազատության սահմանները, իրավաչափ սահմանները խախտվել են, բայց բազմաթիվ հարցեր է առաջացնում այն հանգամանքը, թե արդյոք այդ խախտման համար ընդհանրապես կարող է կիրառվել քրեական պատասխանատվություն, թե ոչ, որովհետև բոլորիս է հայտնի, որ քրեական պատասխանատվությունը խոսքի ազատության սահմանների խախտման համար բացառապես ամենամեծ հանրային վտանգավորություն ունեցող դեպքերում կարող է կիրառվել։ Հետևաբար այս առումով մի շարք դեպքերում նաև հայցողական արդարադատության տպավորություն է ստեղծվում ու այս խնդրին միանշանակ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել, հատկապես կարևոր են սոցիալ-տնտեսական իրավունքների տեսանկյունից հատուկ շեշտադրեմ աշխատանքային իրավունքների ոլորտում արկա բազմաթիվ խնդիրները, այս ոլորտը կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում ամեծ բարեփոխման ենթակա ոլորտներից է, որովհետև սկսած աշխատանքի անվտանգ եւ առողջության միջավայրի պայմաններից մինչեւ աշխատանքային իրավունքներին առնչվող այլ հարցեր, օրինակ արտաժամյա աշխատանք, դրա հետ կապված սահմանափակումների պահպանում կամ գործադուլի իրավունք, որը ըստ էության կարծես Հայաստան
իրականում այնպիսի կարգավորումների է ենթարկված, որ ուղղակի անհնար է իրավաչափ եղանակով պատշաճ գործադուլ կազմակերպել եւ իրականացնել, սա կարծում եմ պետք է դարձյալ լինի ուշադրության կենտրոնում, սա եւս մեր այս տարվա գործունեության կարևոր ուղղություններից է, նախկինում էլ է եղել, բայց այս տարի հատկապես դրան ուշադրություն ենք դարձնում այս ոլորտին